«1700 տարվա մանդատը հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր քաղաքական մանդատի»։ Հարգելի հեռուստադիտողներ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանությունների գործողությունները դադարել են լինել զուտ էմոցիոնալ գործողություններ, դադարել են լինել զուտ օրվա կուրսով պայմանավորված գործողություններ, քաղաքական լրահոսը լցնելու տրամաբանությամբ գործողություններ, այլ սրանք վերածվել են հստակ քաղաքական ծրագրի, հստակ աշխարհաքաղաքական ծրագրի, ինչի դրսևորումը եղել է այն, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական ցուցակում ներառել է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն իրենց ձևակերպմամբ բարեփոխման որոշակի դրույթներ, որին այսօր արձագանքել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, նշելով, որ սա անընդունելի է, սա հակասում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, այլ սա նաև հարվածում է մեր ազգային միասնությանը, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Տեսեք, ինչպես է Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում հիմնավորել իրենց ձգտումները վերանայել հայ առաքելական Սուրբ եկեղեցու հիմքերը։ Նա ասում է հետևյալը. մենք ունենք մանդատ, քաղաքացիները մեզ պողպատե մանդատ են տվել, հիմա մենք ուզում ենք ստանալ եւս մեկ մանդատ քաղաքացիներից, եւ եթե այդ մանդատը ստանանք, դա մեծ հնարավորություն է տալիս փոփոխություններ իրականացնել նաեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Տեսեք, բայց ինչի մասին է խոսքը։ Խոսքը վերաբերվում է նրան, որ լինում են ընտրություններ, այս կամ այն քաղաքական ուժը ստանում է հանրային աջակցություն, իշխանությունները սա անվանում են մանդատ, եւ այդ մանդատը իրենց կարծիքով իրենց հիմք է տալիս փոփոխություններ իրականացնել, բայց սա ժամանակավոր մանդատ է, քաղաքական ժամանակավոր մանդատ է, որը այս կամ այն պահին ինքը ավարտվելու է։ Իսկ եթե մենք խոսում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասին, մենք խոսում ենք մի ինստիտուցիոնալ կառույցի մասին, որը առնվազն 1700 տարվա մանդատ ունի, մանդատ ապահովել հայ ազգի միասնությունը, մանդատ ապահովել հայ ազգի ինքնության կարևոր մաս լինելը, այս սա է ապահովում հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Այդ իսկ պատճառով, եթե հիմնական թեզը, որի վրա դու հղում ես անում, դա մանդատն է, ապա այստեղ դու ունես ոչ թե ժամանակավոր մանդատ, այլ ավելի քան 1700 տարվա մանդատ։ Սա արձանագրենք։ Անցնենք նաև այս հարցի հաջորդ կողմին։ Տեսեք, ամենավտանգավոր երևույթը այս իրողության շրջանակներում այն է, որ իշխանությունների խոսույթը գրեթե 100%-ով համապատասխանում է Ադրբեջանից եկող խոսույթին, երբ որ Ալաշուքյուր Փաշազադենով հանդիսանում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, այսպես ձևակերպենք, հայտարարում է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ռևանշիստական կառույց է, ու ընդհանրապես արձանագրում է, որ ադրբեջանական պետականության համար հայ առաքելական Սուրբ եկեղեցին անընդունելի, անցանկալի էլեմենտ է իր ներկայիս կարգավիճակով, իր ներկայիս կառուցվածքային տեսքով, նաև ելնելով նրանից, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին պարփակված չէ 29800 քառակուսի կիլոմետրով, այլ փորձում է միավորել հայերին, ու դրանից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում տեղ են գտնում դրույթներ, որոնք ուղղված են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, դե իրենք են ասում բարեփոխելուն, բայց իրականում հիմքերը վերափոխելուն, սա խոսում է հետևյալի մասին, որ Ադրբեջանը Հայաստանում կարողանում է ոչ միայն սահմանադրական փոփոխությունների օրակարգ պարտադրել, ազդել սահմանադրության տեքստի վրա, այլ նաև ազդել իշխող կուսակցության նախընտրական ծրագրի վրա։ Այս ամենին մենք դեռ վերջում կանրադառնանք։ Տեսեք նաև ինչ են ասում իշխանությունները իրենց նախընտրական ծրագրում, սրա վերաբերյալ եւս կան դրույթներ, իրենք ֆիքսում են, որ շարունակում են կուրսը դեպի եվրոպական միություն, որ եվրոպական ստանդարտներին համապատասխանող պետություն պետք է ձևավորվի Հայաստանի Հանրապետությունում իրենց գործողությունների արդյունքում։ Պատկերացնենք, որ իսկապես իրենք մեզ տանում են ոչ թե թուրքական աշխարհ, այլ տանում են դեպի Եվրոպական միություն։ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 ընկերներից մեկն էլ Եվրոպական միությունում Էմանուել Մակրոնն է։ Նիկոլ Փաշինյանի, այլ ոչ թե հայ ժողովրդի, սա արձանագրենք, որովհետև Էմանուել Մակրոնը այն քաղաքական գործիչն է, ով Արցախի դահիճներից մեկն էր, եւ պատմության դասագրքերում սա անպայման պետք է նշվի։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք ընդհանրապես տեսել եք, օրինակ Էմանուել Մակրոնը հայտարարի կամ նրա կուսակցության ծրագրում լինի այն, որ իրենք որոշեն, թե ովքեր են Ֆրանսիայում լինելու կարդինալները, ովքեր են կառավարելու ֆրանսիացիների հոգևոր կյանքը։
դա տեղի չի ունեցել, միգուցե սա կարելի է համարել իրական եվրոպական ստանդարտն էլ, այսինքն երբ որ հոգևորը աշխարհիկից տարբերվում է, թե մենք միայն հայտարարություններով ենք ասում, որ մենք ձգտում ենք եվրոպական ստանդարտներին, բայց այն քիչ ստանդարտները, որոնք դեռ գործում են, մենք այս ամեն ինչը մերժում ենք, եւ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, տեսեք, այսօր մեր հաղորդման շրջանակներում արդեն խոսվել է այն մասին, որ կուսակցությունները հրապարակում են իրենց նախընտրական ցուցակները, խոսում են իրենց նախընտրական ծրագրերի մասին, բայց հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանությունների գործողությունները, որոնք սինխրոնիզացված են Բաքվից եկող հայտարարությունների հետ, վկայում են հետևյալի մասին. մեզ սպասվող ընտրությունները, սրանք ընտրություններ են լինելու ոչ թե սևի ու սպիտակի միջև, այլ սրանք ընտրություններ են լինելու Հայաստանի եւ գաղափարապես Արևմտյան Ադրբեջանի միջև, եւ այստեղ արդեն ամեն քաղաքացի ընտրատեղամաս գնալուց պետք է այս հարցի պատասխանը իր համար տա. նա ուզում է ապրել Հայաստանում, թե նա ուզում է, որ Հայաստանում, ինչպես Արցախի հանրապետությունում, իր փոխարեն ապրեն եւ աշխատեն ադրբեջանցիները, դրանից բխող բոլոր հետևանքներով, մտածեք այդ մասին։